Ողջույն սիրելիս, Աստծո օրհնությունը լինի քեզ հետ։ Ուզում եմ քեզ հետ մեկ վկայությունով կիսվել, որ մի քանի ժամանակ առաջ է տեղի ունեցել, եկել էի մեքենաս լվանալու եւ այստեղ մի մարդ կար։ Ես հերթի մեջ էի եւ նա մեքենան լվանալուց պատմում էր իր անկերոջը հեռախոսով, որ բժիշկները հույս չեն տալիս, ասում են, որ գնա մոտավորապես մի 4-5 ամսվա կյանք ունես, նրա վիճակը ծանր էր, ոտքերը ուռած էր, քասկեղով հիվանդ էր։ Եվ երբ որ ես խոսակցությունը լսեցի, ես հասկացա, որ սա այն ժամանակն է, որ ես պետքա պատմեմ Հիսուսի մասին։ Եվ ես սկսեցի նրան պատմել իրականում, որ ով է Հիսուսը, եւ կարդում էի Եսայի 57-րդ գլուխը, որ ասում է. նրա վերքերով մենք բժշկվեցինք, եւ նրան ասեցի թույլ կտաս քեզ համար աղոթեմ։ Նա ապաշխարեց եւ աղոթեցինք նրա համար։ Սիրելիներս, ես այսօր իմանում եմ, որ այդ մարդը, երբ որ գնում է բժշկի Մոսկվա, նա Մոսկվայում էր բուժվում, երբ որ գնում է բժշկի, բժիշկները զարմացած ասում են, որ քասկեղդ անհետացել է։ Իրականում սիրելիներս, ուզում եմ ձեզ ասեմ, որ մեր մեջ պետք է չսպանենք սամարացուն։ Եթե տեսնում ես մեկին վիրավորված, ընկած, պարզապես մոտիկացի եւ հոգ տար նրա համար։ Եվ ես հավատում եմ, երբ որ դու սկսես շարժվել, Տերը հրաշքներ կանի հենց քո միջոցով։ Սիրելիներս, Աստված ուզում է մարդկանց կյանքում հրաշքներ անի, եւ Աստված սպասում է, երբ մենք քայլ կանենք, որպեսզի նա հրաշքներ անի։ Այնպես որ քաջալերում եմ քեզ, համարձակ ավետարանը տարածիր եւ կտեսնես Տերը ինչ մեծ ու զորավոր գործեր անում հենց քո միջոցով։